Բարև սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիր։ Մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Ռեժն այստեղ ենք, որպեսզի առաջիկա 1 ժամը դառնա ել ավելի հետաքրքիր եւ իհարկե բարությամբ ու ռիթմով լեցուն։ Ռիթմի համար ինչ է հարկավոր լավ տեսահոլովակ։ Ավելի դրական այո էներգիա հավաքել, իսկ դրա համար պետք է երաժշտություն գնանք։ Գնացինք։ Վերադարձանք եւ մի հրաշալի նորություն եմ ուզում ձեզ հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը եւ հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերությունը իրականացրել են հայրենիքն արվեստն ու ես համապետական մրցույթ Ստուգատեսը։ Այսօր ունենք հրաշալի հյուրեր եւ այդ Ստուգատեսին իհարկե մասնակցել են, հաղթանակներ են գրանցել։ Այդ կապակցությամբ մեզ մոտ այս պահին հյուրերն են Կոտայքի մարզի Նայիրի համայնքի Քասախի արվեստի դպրոցի տնօրեն Ալլա Ասատրյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Դերասանական արվեստ բաժնի դասատու Անարա Մելքումյանը, բարի առավոտ։ Դպրոցի սաներ մրցույթում առաջին մրցանակակիրներ Ռոլանդ Բաղդասարյան, կիթառի բաժին, բարի առավոտ, եւ Գագիկ Գասպարյան, ազգային նվագարանների դհոլի բաժին, դհոլահար մեզ մոտ։ Ողջույն։ Երբ քեզ հետ խոսենք անպայման վերցնու նաև խոսափողը, երբ որ քեզ հարցեր տանք, արդեն երկս կվերցնենք, լավ։ Եվ մի քիչ պատմենք, հա, բացահայտենք ինչ է իրենց ներկայացնում այս Ստուգատեսը, մրցույթը, որ տարին է որ իրականացվում է։ Նախ շնորհակալություն հրավերի համար, սիրով ներկայացնեմ 2025 թվականի ապրիլից մեկնարկվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերության կողմից աջակցությամբ հայրենիքն արվեստն ու ես Ստուգատես մրցույթը։ Առաջին փուլը լինում էր դպրոցի ներսում եւ դպրոցից պետք է 10% ներկայացվեր։ Քանի որ մեր Քասախի արվեստի դպրոցում գործում է 4 ճյուղերը՝ երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, թատերարվեստ, 500 սան է սովորում դպրոցում եւ շատ դժվար էր 10%-ն ընտրելը։ Եվ ընտրվեցին երեխաները հանձնախմբի կողմից եւ երկրորդ փուլն անցանք արդեն Կոտայքի մարզային երկրորդ փուլ, այնուհետև Կոտայքի մարզից սեպտեմբեր ամսին արդեն պարզ եղավ, որ մենք արվեստի դպրոց, քանի որ Ստուգատեսը անցկացվում էր պարարվեստ, երաժշտարվեստ, արվեստի, պարարվեստի բոլոր դպրոցների միջև մենք որպես արվեստի դպրոց Կոտայքի մարզում տոկոսային հարաբերությամբ գնահատականի առաջին տեղում էինք եւ այդ նշանակում էր, որ մենք պետք է անցնենք հանրապետական փուլ։ Հանրապետական փուլում արդեն ներկայացրեցին մեր 4 ճյուղերը՝ երաժշտարվեստից կիթառ բաժինը դհոլը եւ պարարվեստի բաժին, թատերարվեստ, կերպարվեստ եւ մրցանակը հետեւյալն էր, որ լավագույն տիտղոս պետք է արժանանար դպրոցի, այսպես ասած, լավագույն բաժինը։ Եվ այո, լավագույն տիտղոսը մեր դպրոցում էր ի պատիվ մեզ Ռոլանդ Բաղդասարյանը արժանացրեց եւ առաջին մրցանակ նաեւ Գագիկ Գասպարյան եւ թատերարվեստի բաժինը Անարա Մելքումյանի ղեկավարությամբ առաջին մրցանակ։ Լավագույն տիտղոսը Ռոլանդ Բաղդասարյանը։ Ես ուզում եմ հարցս մինչ երեխաներին անդրադառնալը, Անարա Մելքումյանին ուղղել, ինչ է կարծում, որն էր հաջողության գրավականը, ինչ յուրահատկություն կա դասավանդման մեթոդիկայի մեջ, թե երեխաների մեջ, թե ձգտման միգուցե, ինչը օգնեց արժանանալ այս տիտղոսին։ Միանշանակ երեխաների աշխատասիրությունը եւ հավատը ու ամենակարևորը սերը արվեստի հանդեպ, որովհետեւ մեր ընդհանուր աշխատանքային process-ի միտքը երեխաներին ուսուցանել արվեստը, որպեսզի սիրեն եւ իրենց կյանքում մեծ տեղ ունենա, առանց արվեստի կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է սիրի արվեստը եւ հենց հիմքը դա է, այդպես այդ երեք կարևորը սերը, հավատը եւ աշխատասիրությունը բերեց մրցանակ։ Շատ բարի, առաջարկում եմ զրուցենք, երբ քեզ մոտ արթնացավ արվեստի հանդեպ ու հատկապես կիթառի։ Դեռ փոքրուց առաջացավ սեր դեպի գիտարը, փոքրուց հենց ես ուզում ասեմ, որ շնորհակալ եմ հորաքրոջը, քանի որ հենց նա սերմանեց դեպի գիտարը փոքրուց, եւ երբ ես իմացա, որ մեր Քասախում կա արդեն բացվել է գիտար բաժինը, ես որոշեցի հաճախեմ։ Քանի տարի է որ սովորում եք։ 8 տարի։ Կարմիր վկայականով ավարտել է Ռոլանդը եւ այս տարի եւ 8-րդ դասարանը։ Որպես երողական եմ գալիս
որ որպեսզի ինչ համերգներ լինեն, ես մասնակցեմ կամերձություններ։ Նաև եղել է տարի, որ հենց մի տարվա մեջ ես մասնակցել եմ անգամից 3 մրցույթի եւ 3 Մեծ մրցանակ։ Բրավո, ես կարծում դու ուղղություն արդեն ընտրել ես ու մենք ունենալու ենք ապագայում հրաշալի արտիստ։ Այո, համարտիստ, իսկ հիմնական իմ աշխատանքը լինել է որպես ծրագրավորող։ Ինչ երեխեք են, Դու ինչպես ընտրեցիր։ Ես փոքր էի։ Այն ժամանակ ես փոքր էի, հասկացա։ 3 տարեկանից կամ այսպես սկսիր։ 1.5-2 տարեկան էի, գտալները վեկալում էի, կաստրոլկաների վրա նվագում Հարվածում էի։ էի։ Տան բոլոր կաստրոլաները փշրել էիր արդեն։ Էդեմ օրեղբայրս ինձ դհոլ առավ, ինձ խաղալիք դհոլ, սկսեցի նվագել, հետո որ ինձ քանի դպրոց կանչել էին, որ գնամ այնտեղ սովորեմ, եկակ հասախ ընդունելությունը 7 տարեկանից էր։ Հանգիստ ասեք, Բայց դու շատ 6 փոքր տարեկանից էի։ Բայց դու փոքր էի։ Այո, փոքր էր Եվ եւ չէի տվյալներից 4.5 տարեկան էի։ Բայց ընդունեցիք եք։ Բայց գագիկին ընդունել եք։ այո, Հիմա տաղանդը նկատել են եւ չի խանգարել այո, տարիքը։ տաղանդը Ուսուցիչս ասաց ինչ ես կարող նվագես, ասացի Արցախը, նվագեցի, ինձ տենց ընդունեցին, հետո հիմի 5 տարի է գնում եմ էլի հաճախում եմ։ Շատ ապրես դու։ Ես առաջարկում եմ մեր հեռուստատողը նույնպես վայելի ձեր կատարումները, այսպես չչարաշահենք համբերությունը եւ այս պահին հաջորդականությամբ մի հատ լսենք քեզ, այնուհետև Ռոլանդին։ Ուղղակի բրավո, իհարկե ճիշտ է, էլի ասում, երբ փոքր էր, մեծ մարդու պես էլ զգում է ֆանտաստիկ է զգացողությունը, մեծագույն հաճույք դու մեզ պարգևեցիր ու վստահ արժանի իր մրցանակին։ Իհարկե։ Ապացուցեցիր։ Դե Ռոլանդ ջան, Հերթը այս պահին Ռոլանդինն է։ Ինչ ենք լսելու Ռոլանդ։ Հեղինակն է Գասպար Սանզը։ Այո։ Կանալյոսը դա պարտեսակ էր, գրել է 16-17 դարում։ շատ բարի։ լարի գործիքը նորմալ է։ Լարվածքը նորմալ է։ Լարվածքը նայեք, ուղեք ու կարող ենք։ Всё, կարող ենք գնացինք։
Սորի, կարծես թե տարանտելա։ Ես ուղղակի հիացած եմ, որ մեր հայրենիքում Հայաստանում մենք ունենք նման սերունդ յուրահատուկ տաղանդով, դաստիարակությամբ, կրթությամբ ու այսպիսի հրաշալի աշակերտներ է տալիս Կոտայքի մարզինայերի համայնքի Քասախի արվեստի դպրոցը։ Իդեպ դերասանի վարպետություն հա բաժնում երեխեքել ինչ առարկաներ են սովորում։ Երեխաները ուսումնասիրում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում։ Առաջում այդքանով սահմանափակվել ենք, մնացածը դե կարծում եմ ամենակարևոր իսկ ներկայացումը, որը որ հաղթել է, հա, ինչպեսի ներկայացում եք բեմադրել եւ դրա մասին եւս երկու խոսք։ Եղիշե Չարենցի պոեմի հիման վրա ամբողջները խելագարված փոքրիկ, հա, քանի որ ժամանակի առումով մենք ունենք սահմանափակում, մինչև 7 րոպե փորձել ենք 7 րոպեի սահմանում, այո, կարողանալ ամբողջ պոեմի միտքը հասցնել տեղ եւ կարծում եմ ստացվել է։ Մեծ աշխատանք։ Շատ կարևոր գործ։ Իրական հիմա երոստայտողին հաստատ հետաքրքրում է ինչպես կարող են գալ եւ դառնալ ձեր արվեստի դպրոցի սանը, որ տարիքից ու ինչպես է ընդունելության պայմանները։ Պետք է ունենան տաղանդ, թե կարող են գալ ու սովորել։ Ունեցել ենք երեխաներ, որ բացահայտել ենք տաղանդը եւ ունեցել ենք երեխաներ, որ հենց տաղանդով ինչպես ներկայիս սաներն են այստեղի։ Իսկ ինչպես գտնել արվեստի դպրոցը շատ մոտ է Երևանին, Քասախի, այսպես Քասախը հարևանությամբ է Քասախ համայնք, աշտարակին այսպես ճանապարհին մոտ է եւ պայմանները կրթության գիտության նախարարության կողմից իջեցված ծրագիր է, 7-ամյա ծրագիր եւ 5-ամյա ծրագիր, իրենց տարիքային, այսպես ասած, 9 տարեկանից սովորում են 5-ամյա ծրագրով եւ 6 տարեկանից սովորում են 7-ամյա ծրագրով եւ ավարտող երեխան կարող է սովորել եւս 1-2 տարի։ Ինչպես Ռոլանդը փաստացի, այստեղ փաստեցինք սովորում է 8-րդ դասանում, ավարտել է կարմիր վկայականով, ունենք էլիսաներ, որ ավարտում են եւ արդեն իրենք այնպիսի սեր է տալիս դպրոցը, որ իրենց մասնագիտական կողմնորոշումը արդեն իսկ կա։ Եվ ունենք միջին մասնագիտականում ուղղորդած սաներ, այսօր փաստ եմ, որ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի արվեստի քոլեջում ունենք 5 ուսանող, այո, 5 ուսանող, եւ այո, եւ մենք արդեն միջին մասնագիտականը երեխան եւ արդեն մտածում է այդ արվեստի ճյուղը դարձնել իրեն հիմք բարձրագույնով եւ ես հնարավորություն եմ տալիս մեր սաներին վերադառնալ եւ իրենց իսկ փորձը փոխանակել հենց իրենց կրթօջախում, այո։ Անշուշտ եւ լավ օրինակ լինել մյուսների համար, հա, ովքեր դպրոցում էլի ուսում են ստանում։ Շնորհակալ ենք ձեզ անչափ իրականում ձեր կատարած աշխատանքի համար, որտեղ արդյունքը շատ տեսանելի է ու ուրախացնող։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Կոտայքի մարզինայերի համայնքի Քասախի արվեստի դպրոցի տնօրեն Ալա Ասատրյանը, դերասանական արվեստի բաժնի դասատու Անարա Մելքումյանը, ինչպես նաեւ հաղթողները մրցույթում առաջին մրցանակակիրներ Ռոլանդ Բաղդասարյանը կիթառի բաժնից եւ Գագիկ Գասպարյանը ազգային նվագարանների դհոլի բաժնից ապրեք տղաներ միշտ առաջ մենք էլ ուրախանանք ձեր հաղթանակներով ու նաև Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնեք Հայաստանը վստահաբար պատվով, որովհետև ձեր նպատակասլացությունը ձեր աչքերի մեջ երևում է։ Ու հա, մենք կսպասենք նաև գիտարիստ ծրագրավորողի, ինչը ոչ։ Նոր մասնագիտություններ։ Լավ գնահատականներով հարվածող Գագիկին։ Լավ։ Շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք հաջողություններ եւ ես եւս ուզում եմ հավելել Անահիտ, քանի որ ունենք համագործակցություն դպրոցի հետ, Տիկին Ասատրյանը շատ հրաշալի կազմակերպված տնօրեն է եւ այնտեղ կան շատ լավ երեխաներ, առիթը կլինի կարծում եմ իրենց ներկայացումներից որևիցե մեկին կամ հավելից որևիցե մեկին քեզ եւս կհրավիրենք սիրով եւ այնտեղ ներկա կգտնվենք միասին, շատ ճիշտ գեներացված կրթական համակարգ է գործում, որտեղ որ փայլուն իհարկե ապագա արվեստի կրողներ են կրթվում եւ ասեմ որ ինքս ականատես եմ եղել եւ չեմ կարող չխոսել սրա մասին, դրա համար ասում եմ որ իհարկե շատ կարեւոր է կրթության ոլորտում զբաղվող ղեկավար մարդկանց գիտակցությունը թե ինչպիսին է, իսկ այդպիսին ունի ձեր տնօրենը Տիկին Ասատրյանը, ձեզ շնորհակալություն այդ գործի համար եւ մաղթում ենք հաջողություններ։
Շնորհակալություն, իսկապես առավոտը մեզ համար ջերմ էր ուրախալի նորություններով, որովհետև ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ երեխաներ կան, ինչպես են նրանք սովորում, ինչ ձգտումներ ունեն ու գնում են առաջ, դուք էլ ուշադիր եղեք, հետևեք ձեր երեխաներին, գուցե ամեն մանուկի մեջ կա մի թաքնված տաղանդ, որը կարող է հենց արվեստի, մշակույթի, դպրոցների ու կրթօջախների շնորհիվ բացահայտվել, այնպես որ ուշադիր եղեք ձեր երեխաներին։ Ժամանակին կար մի շատ հետաքրքիր ավանդույթ չէ, Անահիտ ասում էին, որ մեր ծնողները պատմում են, որ պարտադիր անկախ նրանից իրենք մասնագիտական, այսինքն ինչ կրթություն են ճանապարհ գտել, իրենց ծնողները պարտադիր տարել են երաժշտական արվեստի դպրոցներ։ Որովհետև դա անշուշտ կարևոր է։ Եվ այսօր այո, յուրաքանչյուր երեխայի կրթական կարծում եմ բաղադրիչում, եթե ձեր երեխաները չեն գնում ինչ-որ լրացուցիչ արվեստի, չգիտեմ, կազմակերպված ինչ-որ խմբակի կամ դպրոց թեկուզ հաճախում, անպայման տարեք, որովհետև դա ապագայում իր աշխարհայացքի, իր պատկերացման, իր ապրելակերպի վրա անպայման նշանակություն է ունենալ։ Հիշեք, երեխաները մեր ապագան են։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին։ Լավ օր բոլորիդ։